Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ է առաքելությամբ կինը, ես Իզաբելը եւ այսօրվա հյուրը կին է, ով հաղթահարեց անհնարինը եւ ամենակարևորը, նա չչարացավ։ Երբեք։ Մագդա Եփրեմի, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև բոլորին, շնորհակալություն հատկապես ձեզ ինձ ընձեռնելու համար նման հնարավորություն, որպեսզի որքան հնարավոր է անկեղծ խոսեմ ու իսկապես հաստատեմ հնարավոր է որ կինը իր առաքելությամբ ապացույցի եւ օրինակը լինի շատ ու շատ կանանց։ Եկեք միանգամից ձեզ տամ առաջին հարցս։ Իհարկե։ Ես գիտեմ մեր նախնական զրույցից, որ ձեր պատանեկությունը շատ գեղեցիկ է անցել։ Երկու բառով կպատմեք։ Իհարկե, մեծացել եմ Արարատյան դաշտավայրում, հենց հատկապես Արարատ քաղաքում, մշտապես Մասիսարի ներքո դպրոցական տարիներին գերազանց միշտ գերազանց առաջադիմությամբ, շատ ակտիվ բոլոր միջոցառում չի եղել, ժամանակին հանդեսներ էինք ասում, չի եղել, որ ես մասնակից չլինեմ, թե պարել, թե երգել, թե արտասանել, թե բեմադրություն, այնպես որ ունեցել եմ շատ ակտիվ մանկություն, որին նպաստել է տատիկս, ճիշտն ասած, այսօր նա չկա, բայց երանի թե լիներ ու այս պահին տեսներ, թե ես ինչպես եմ իրան տալիս ու խոսում իմ վառ ու լուսավոր մանկությունից թեպետ։ Ես գիտեմ, որ դուք ունեցել եք այն ժամանակ, ինչպես ասում էին մասնագետները, Սիլենզիոնի ձայնային տվյալներից եւ դրա գնահատականները հենց մասնագետներն էին տալիս եւ հենց այդ ձայնի շնորհն է նպաստել, որ Նադեժդա Սարգսյանը ձեզ օգնի, որպեսզի անվճար մասնակցեք դորեմի մրցույթին։ Ինչ կպատմեք այդ օրերից։ Սովորում էի այն ժամանակ վերջին դասարանում էի, 10-րդ դասարանում եւ ուսուցիչներից շատերը ասում էին այս ձայնը թող չմնա միայն Արարատ քաղաքի եւ մարզի շրջանակներում, արի փորձի գնա ինչ որ միտեղ, ճիշտ ասած նման ժամանակահատված էր, որ շատ բարդ էր գումարի հետ կապված խնդիրները եւ ռիսկային էր նման մրցույթների մասնակցելը, քանի որ ժամանակին դորեմին հայտնի էր որպես շատ կարեւոր մրցույթ, շատ հրաշալի մի մրցույթ, որը նպաստում էր շատ երեխաների դուրս գալ բեմ ու որից մեկն էլ ես էի։ Ու հիմա ասեմ, շատ պատահական որոշեցինք, որ մի օր The Power of Love երգով ներկայանամ ու ուղղակի փորձեմ տեսնեմ կստացվի, բայց շատ վախ կար ներսում, ասենց փոքրիկ քաղաքից գնացած Երևան, այսպես ինչ որ չգիտեմ, անսպասելի ինչ որ բաներ իմ համար Երևանում եմ, պիտի երգեմ, պիտի այսպեսի ինչ որ իրավիճակ էր։ Ու իսկապես առաջին անգամ, երբ Արմենը Սարգսյան, որին հիմա բրդե են ասում, երբ առաջին նոտաները նվագեց այդ երգի ու ես երգեցի, այնտեղ մի հատված կա, որ կրկներգը պահանջվում է շատ բարձր նոտա։ Ու երբ ես ինձ ուղակի չգիտեմ ինչի, երևի այդ պահին իրոք Աստծո մատախարներ, ես այնպիսի նոտա վերցրեցի, որ դուռը բացվեց, բայց նախորդ ասեմ, որ ասել էին, որ Նադեժդա Սարգսյանն այստեղ չի։ Ու սենց դուռը բացվում է խառը մազերով, սենց գանգուր մազերով մի կին, շտապ ասում է, արագ, մի հատել, հələ ստոպ աղջիկ, հələ մի հատել։ Ու սենց նայում եմ վախեցած, այս ինչ կատարվեց, ու այդ պահին նորից է երկացում, սենց հենված, ու սենց դնչիցս բարձրացնում է հնարավորինս ազատ, որքան հնարավոր է ազատ երգի, դու կարող ես։ Շշում եմ, սենց վախեցած, ձեռքերս դողում են երանի օրեր ու իսկապես երգը երգեցի։ Ու միանգամից հետևյալ արտահայտությունը, արագ, շտապ, ասեք, որ ժամը 6-ին աղջիկը մասնակցում է երեկոյան մրցույթին։ Շշում եմ ու հորաքույրս անկեղծ ասած մոտենում ասում է, գիտենք, որ այստեղ մուծելու են գումարներ, ասում է, ինչի մասին ես խոսում, առանց վճարի աղջիկը այսօր երեկոյան երգում է, շորի դարդը քաշի, որի પર ես հագնեմ շատ գեղեցիկ, շատ սիրուն ներկայանամ մրցույթին, բայց այդ պատկերացումն էլ չունեմ։ Անկեղծ եմ ասում, ժամը 6-ին երբ մրցույթը սկսվեց, ես երևի
երրորդ մարտն էի մեծահասակների խմբում, երրորդը երգեցի ու այդ օրվա միակ աղջիկն էի, որ հավաքեցի 6 միավորներ 6 ժյուրի կազմում։ Ու դահլիճի ծափերը տեսնեք, որը ոգևորեց ու այդպես սկսվեց, ոնց են ասում, այդ փուլը, հա, դեպի ու այդ օրվանից այն բոլորը Սելին Ջոնի երգերը, սա պիտի երգես, այ սա պիտի փորձենք, ու իսկապես վերջերս Արմենին հանդիպեցի ու ասեց շատերին ասում եմ, երբ ժամանակին ոչ մեկ ռիսկ չէր անում Սելին Ջոն երգեր, Մագդան էր երգում։ Այնպես որ սկսվել է 97 թվականից ու իսկապես այսպես գնաց։ Ափսոս չեմ շարունակել խնդիրների բերումով, չեմ մասնակցել այլևս ոչ մի ինչ-որ մրցույթների, բայց շատ գեղեցիկ հիշողություններ ունեմ։ Կյանքի նոր փուլ, ամուսնություն։ Հա։ Թվում է շատ կարևոր փուլ, որը ամբողջ կյանքի համար է։ Ինչպես անցավ։ Ես ուղղակի կասեմ, որ մի տարիք, որը որ կոնկրետ Հայաստանում այսպես է, չէ, 23 տարեկան արդեն ուշացար, տանն ես մնացել, մեկի հետ պիտի ամուսնանալ, որոշում կայացրել ես, ինչ պիտի անես։ Չնայած ես այդ ժամանակ արդեն ուսուցչուհի էի աշխատում, բայց մտադրություն էլ չունեի։ Իհարկե բարեկամական հեռու կապերով ծանոթություն տեղ ունեցավ ու որոշվեց ամուսնություն։ Ամուսնացանք, իհարկե տարիքով ինձանից ագին մեծ էր իմ ամուսինը առաջին, բալիկ ունեցանք, մի լուսավոր բալիկ, որը դարձավ իմ կյանքի ամբողջ կյանքի միակ վկան իսկապես, միակ երեխան եւ միակ վկան առ այսօր։ Քանի որ նախնական զրույց ենք ունեցել, դեռ հեռուստադիտողը կտեսնի ինչ դեր է ունեցել ձեր աղջիկը, իսկ հիմա ես գիտեմ նաև, որ 10 տարի անց դուք ամուսնալուծվում եք։ Այդ տարիների համար ամուսնալուծությունը, կարծում եմ, շատ բուռն արձագանք կարող էր ստանալ, ինչպես հաղթահարեցիք այդ ընթացքը, քանի որ ես գիտեմ այդ ընթացքում հարևանները ինչ կասեն, բարեկամները ինչ կասեն ու կին, որը 10 տարի ամուսնության մեջ է, դա պարզ է, եթե այդքան ընթացքում ապրել եք եւ լավ կյանքից չի, չէ, որ մարդիկ բաժանվում են, բոլորն էլ կուզեն ամբողջ կյանքի համար լինի իրենց սերը։ Հիմա ասեմ, Իզա ջան, ուրեմն 10 տարի ապրել հասկացողությունը հետեւյալն էր։ 10 տարի առաջի տարուց հետո հասկացա, որ մարդ ով չի սիրում պարտականություններ։ Բայց այո, ինչպես դու նշեցիր, շրջապատը մեծ դեր ունենում, հարազատություն, բարեկամություն, հանկարծ կասեն էս, հանկարծ կասեն այն, ու այո, ձգվեց այս ամենը իմ ուսերի վրա դրված, ձգվեց շուրջ 10 տարի։ Եվ վերջապես ուղղակի հասկացա, որ անհնարին է, ես հիվանդանում եմ։ Ես ուղղակի հիվանդագին եմ տանում ամբողջ ծանրությունը իմ ուսերին, որովհետև մարդ, ով արդեն երեխա ունի, բայց այդ պատրաստակամությունը չի հայտնում, որ աշխատի, պահի, մեծացնի, երբևիցե ոչ մի ապագային վերաբերվող մեր երեխան մեծանա, այսպես կանենք, մեր երեխային ինչ անենք, ոնց է լինելու, ինչ է լինելու, ավելին ասեմ, այդ հնարավորություններ չլինելու եւ առավել եւս չաշխատասիրության շնորհիվ մենք կորցրեցինք նաեւ մեր երկրորդ երեխային ու այլևս ես չմայրացա։ Բայց ինչը կարևորեմ այս պահին, ես ռիսկի գնացի, որովհետև հասկանալով, որ այսպես շարունակել հնարավոր չի։ Ես եմ կործանվում, իսկ մարդը կրկին անգամ պատասխանատվություն չի վերցնում իր վրա, նորից չի աշխատում, իսկ ես եկել եմ այն եզրակացության, որ մարդիկ չեն փոխվում։ Միգուցե ժամանակահատվածն է փոխվում, տարիներն են անցնում, փոխվում է մեր տեսքը, բայց բնավորությունը ինչպես կա, այդպես էլ հաստատ գնում է։ Այնպես որ եկանք այն կետին, մենք չվիճեցինք երբեք, մենք հասկանալով իրար, մենք բաժանվեցինք։ Անկամ այդ պահին գոնե պատրաստակամություն չհայտնեց, որ ասի ես
ոնց անեմ, տունս պահեմ, երեխիս, կնոջս, այս ամուր ընտանիքը, որը բոլորի համար շատ սիրուն ընտանիք էր, բայց ցավոք այն փլուզվեց։ Դե բացն լավ կյանքից չէ, որ կանայք լքում են իրենց ամուսիններին։ Անկեղծ մի բան ասեմ, չմտածեցի ոչ մեկի մասին։ Ոչ մեկի, որովհետև այդ պահին ես ավելի վատ վիճակում եի, քան մյուսները։ Ես երբեք չեմ սիրում ինձ խղճան։ Ես այդ միակ բանն է, որ խնդրում եմ կանայք, թույլ տվեք ձեզ չխղճան։ Ու ես չուզեցի ինձ խղճան, վայ, բաժանվեց, վայ, եկավ հորտուն, չէ, ու ես ամուր կանգնեցի, ես երեխա ունեմ, ես պատասխանատու եմ երեխու առաջ ու ես պիտի մեծացնեմ։ Բայց մի հարց ունեմ եւս։ Այո։ Դուք կայացած կին էիք։ Ստացվում է, որ դուք ունեիք աշխատանք, դուք վաստակում էիք ձեր գումարը։ Ինչն էր պահում, որ 10 տարի ապրեցիք նոր եկաք այդ եզրահանգմանը։ Հիմա ասեմ, ընտանիքը դեր է ունեցել, հայրս ու մայրս դեր են ունեցել, հանկարծ մեր ընտանիքում, մեր ցեղում բաժանվել անունը չլսվի, դու չլինես առաջինը, ինչ որ sense բաներ, բայց հետո ամենավերջում 10 տարի անց, անկեղծ եմ ասում, իրենք սուսուփուսի իրերը հավաքեցին ու տարան, ասում եմ մենք շատ քաղաքավարի, շատ նորմալ, մենք բաժանվել ենք, մենք չենք վիճել, նույնիսկ 1 տարի շարունակ չի պատկերացրել, որ մենք բաժանված ենք։ Այնպես որ, չգիտեմ, ուղղակի երևի անկեղծ եմ ասում, սա ճիշտ քայլ էր, որը հետագայում էլ ավելի հասկացա, որ իսկապես ես մի քայլ եմ արել, որից եւ ընթացքը տարավ նրան, որ ես հենց հիմա այսօր ունեմ։ Ճակատագիրը ուներ այլ պլաններ ձեզ հետ։ Որոշ ժամանակ անց դուք հանդիպում եք ձեր երկրորդ ամուսնուն։ Կպատմեք այդ ընթացքը, այդ փուլը ձեր կյանքի։ Շատ դժվար որոշում, բայց շատ անակնկալ ու շատ հապճեպ։ 2 տարի ու կես անցավ առաջին բաժանությունից, շատ դժվար, շատ հոգեբանական, շատ ստրեսային, անդադ արցունքներ ու շրջապատի հայացքներ, որից անդադ ինչ որ նեղվում էի, ամեն բան ինձ թվում էր, թե իմ շուրջը սև է։ Բայց Աստծո մատը խառնա ամեն մի գործում եւ ես համոզված եմ դրանում, որ պիտի լիներ մի բան, որը որ հապճեպ, շատ sense արագ ստացվեց, որ ինքս չպատկերացրեցի։ Արցախից զինվորական էր ձեր զինվորական լինելով, հա, շատ պատահական հանդիպում, որը բերեց մի կտրուկ քայլի, մեկ անգամ շատ ոչ զրուցել ենք, ոչ խոսել, ոչ մի բան, ուղղակի այդ օրը լացած եմ եղել ու շատ հուզված ինքնից լացած աչքերով ա տեսել ու ուղղակի տպավորվել էր մեջն ու վերադարձել էր Արցախ։ Անցավ մի քանի օր ու ինձ գրում են ու արդեն հետաքրքրվելով ով եմ, մի խոսքով, բայց այն ժամանակ ես ուղղակի կարող եմ անկեղծանալ ավելի, одноклассник կար, որը ինքը լինելով այնտեղ, որտեղ ես աշխատում էի, նաև երկրորդ աշխատանքն ունեի, պատահաբար տեսնում ա, որ одноклассникում գրված է Մանե։ Ու ինքը իրան թվում է, թե ես Մանե եմ, անունս Մանե, ու ինձ հենց այդ одноклассникով է սկսել գրել, շփումը այսպես ստացվեց, ես Մանեն չեմ։ Ու այսպես պատմությունը չերկարացնեմ, այսպես ասած, ու անցնում է մի ամիս, մենք այլևս չենք շփվում։ Ու սկսվում է Արցախյան քարորյա պատերազմը։ Մի անգամից մի անհանգստություն է ներսումս, որ Արցախում պատերազմ ու այնտեղ ունեմ ինչ-որ մեկին։ Չգիտեմ, անհանգստությունս մտածում եմ գրեմ, չգրեմ, հայ աղջկա կերպար, վայ, որ գրեմ, հանկարծ կմտածի, ինչ-որ մի բան չգրեմ էլ, անհանգստանում եմ, ինչա կատարվում, ինքը որտեղ է, բայց ընդամենը 1-2 բառ ենք գրել 1 ամիս առաջ, ուղղակի գիտեմ, որ Արցախում կա նման մարդ, ու զինվորական հատկապես, որ գրում եմ անունը, երկար գրում է ջան, ու սա դառնում է սկիզբ, անցնում է մի ընթացք, դե իհարկե սկսում ենք խոսել, զրուցել, մի ընթացք
Ընդհանրապես չենք շփվում, դե պոստերում անհնարին է շփվելը, պատերազմական դրությունը, անհանգստությունս գալիս է առավել քան ու մի զանգ եմ ստանում։ Մակ որտեղ ես, ասում եմ աշխատանքում, աշխատանքի վայրում, ասում է հիմա հրաժարվում ես աշխատանքից ու գնում ես տուն, պատրաստվում ես գալիս եմ։ Ասում եմ ուր ես գալիս։ Ասում եմ մենք այսօր ամուսնանում ենք։ Զարմացած նայում եմ դեմքին, ասում եմ ոնց թե ամուսնանում ենք։ Անհավատալի մի իրավիճակ, մարդուն չես ճանաչում, մի երկու բան ես գրել, պոստերում է, ընդամենը անհանգստություն, ոչ մի զգացմունք չկա ու մարդը որոշել է ամուսնանում է քո հետ։ Մեծ հարցականներ ու այդ պահին չգիտեմ ինչի, իսկապես աշխատավայրում ասում եմ, որ ես գնում եմ տուն ու սենց անգամ ծնողներիս չեմ ասում ինչի եմ վերադարձել տուն, որտեղ քիչ առաջ եմ գնացել գործի, ես էլ չեմ հասկանում ինչ եմ անում։ Ներքին ձայն, հա, երևի։ Չգիտեմ, անկեղծ եմ ասում, գալիս է արդեն հասնում տեղ, մեքենան կանգնացնում, իջնում է, մեկս մյուսին տեսնում ենք առաջին անգամ ու ասում է պատրաստ ես, մենք այսօր էլ գնալու ենք։ Ասում եմ, բայց ո՞նց։ Հասկանում եք ինչ ռիսկային քայլ պիտի անեմ։ Ասենք շատերը նման քայլի պատրաստ չեն, ես նույնպես հայուհի մեծացած նաև մի անգամ բաժանված երեխան հետդ ինչ ռիսկ պիտի անես, բայց փաստորեն կյանք է ու ամեն ինչ հնարավոր է։ Հենց նույն օրը ծնողներիցս ձեռքս խնդրում է, ծնողներս նայում են զարմացած դեմքիս, այս ինչ է կատարվում։ Դու ճանաչում ես, պապաս հարցնում, ասում եմ, անկեղծ ասած, առաջին անգամ եմ տեսնում։ Ու չգիտեմ ինչի, ծնողներս էլ որոշում են, որ համաձայնվեն, որտեղ զգում են, որ կամային մարդ, շատ զուսպ, շատ չափված ձևած մարդ, իր խոսքի տեր, որոշումը կայացրել ու եկել է։ Չգիտեմ ինչի, երևի հետևյալն ասեմ, երևի ծնողներս համեմատություն արեցին, չի եղել մի բան, որ այս պահին կա։ Ու իսկապես ծնողներս համաձայնվեցին։ Այդ նույն պահին հացի սեղան մի փոքր, դե իհարկե կոնյակ էր բերել, հետո ձեռքս ա խնդրում ու իմ համար անակնկալ, իմ համար մի այլ զգացումներ, իմ համար մի անհասկանալի քայլ ու դեմքին եմ նայում Մանեի։ Մանեն ինձ, ես Մանեին։ Ու այդ ամեն ինչ իմ համար ոչինչ էր։ Միակ հարցը, որ ինձ անհանգստացնում էր, որ Մանեին հարցնեմ, նա անեմ նման քայլ, թե չէ։ Մանեն ընդամենը 10 տարեկան էր, բայց գիտեք ինձ ինչ պատասխանեց, ասեց, մամա մենակ մի մնա, հետ ինձ ուշ տվեց, որպեսզի թույլ տամ, որ մատանին անցնի մատս, ու անկեղծ եմ ասում, երբ մենք ճանապարհվեցինք դեպի Արցախ, ամբողջ դեպի Արցախ գնացող ճանապարհը որքան երկար է, 3-4 ժամ, մենք իրար հետ չենք զրուցել։ Մենք լուռ անցել ենք մի ողջ ճանապարհ ոլորապտույտ, բայց մենք չենք զրուցել։ Բայց ես կողքից զգում էի ամուր մեկին։ Չգիտեմ ինչի, ես հասկանում էի, որ այդ պահին միգուցե ես ինչ որ չեմ հասկանում, ինձ զգացմունքներ կան, բայց կա մի բան, որը կապեց։ Անկեղծ եմ ասում, զաքսավորվեցինք օրեր անց, պատերազմական փուլ, անգամ հիշում եմ նկուղում էինք մնում, ինքը թողել գնացել էր պոստեր, վերադարձավ, սենց ես ամեն ինչ եմ տեսել, ուղղակի չարժի հիշել կարծում եմ, բայց սիրեցի Արցախը, Արցախն իրենով ու ամբողջությամբ։ Արցախը սեր էր, որը մնաց իմ ներսում առ այսօր։ Թվում է ամեն ինչ հեքիաթային է եղել։ Իսկապես այդպես է եղել։ Չի լինում չէ նման բան։ Բայց երեխայի սպասում ունեիք, ճիշտ է։ Հա։ Եվ այդ երեխայի սպասումը ձեզ անգամ հասցրեց Երևան, որպեսզի տեսնեք ինչն էր պատճառը, որը թույլ չէր տալիս մայրանալ։ Հա, հիմա ասեմ, 1 տարի անց անհանգստություն։
տղամարդ ում հետ ամուսնացել եմ, երեխա ընդհանրապես չունի։ Ես ունեմ։ Բայց յուրաքանչյուր կին մայրանալ է ցանկանում, հատկապես երբ սիրում է, ուզում է, որ երեխան կրկնակի լրացնի սերն ու ընտանիքը ամբողջանա։ Սակայն 1 տարի, տարի ու կես, արդեն 2 տարի ոչինչ չի ստացվում, անհանգստություն ինձ կրծում էր ներսից։ Ու առաջարկը ինքս եմ արել, միգուցե գնանք բժշկի։ 1 բժիշկով չաբավարարվեցինք, 2-ով, 3-ով, վերջապես եկանք Երևան եւ Երևանում մեզ ասացին, որ խնդիր ունեմ արգանդափողերի, վիրահատություն արեցին, վիրահատությունից հետո պարզվեց, որ ես չեմ կարող բնականon ճանապարհով հղիանալ։ Եվ հերթը հասավ նրան, որ քննարկեցինք բժշկու հետ, որ միգուցե էկո տարբերակով ունենանք երեխա, որտեղ հայ ընտանիքներում տղամարդու համար երեխա ունենալը դա մի հատ մեծ նպատակ է։ Ինքս էլ մայրանալ եմ ուզում, հատկապես երբ դու սիրում ես, դու ուզում ես սիրած մարդու հետ ունենաս նաև պտուղ։ Ինչևէ, ասեցին էկո տարբերակ։ Համաձայնվեցինք ու անկեղծ եմ ասում, մի ողջ անալիզների շարան արվեց ամեն բան ու ամենավերջում որոշվեց, որ մամոգրաֆիա պիտի արվի եւ վերջնական մենք սկսում ենք մեր էկո տարբերակը։ Պատրաստ էր ամեն ինչ, տրամադրվածությունը կար, այն որ ամեն բան հաստատ լավ է լինելու, դուք իմ էմոցիաները պիտի տեսնեք, ես կրկին մայրանալու եմ։ Այստեղից սկսվում է ձեր կյանքի այստեղ ծանր շունչ, ծանր հոգոց պիտի անեմ։ Ցավոք մամոգրաֆիայի ընթացքում, երբ բժիշկը եկավ, մեկը մյուսին սկսեցին կանչել, ինչը ինձ անհանգստացրեց։ Բայց չասեցին ինձ։ Ամուսնուս կանչեցին, ասեցին, որ դու դուրս կգաս, ու ես դուրս եկա, բայց չի հասկանում, ինչ են այսքան մարդ լցվել մի սենյակում, ինչն են նայում։ Ու ես միայն կասեմ մի բան, որ դուրս եկավ արցունքներով, ասեց Նյուշելի ցավ չունեիր տնաշեն։ Ասի ինչ է եղել։ Ինձ ամուր գրկեց, ասեց շատ քիչ ժամանակ ունես ապրելու։ Անկեղծ այդ պահին ոչինչ չհասկացա։ Երբ իջանք արդեն ներքև, ես իրա լացը հասկանում եմ, բայց ինչ է կատարվում, ես եմ ուզում լսեմ։ Ես նորից բարձրացա վերև ու բժշկին ասեցի, ինչ է կատարվում, ինձ կասեք, նույնիսկ հիվանդ կար ներսում, այսօրապես հիշում եմ, ասեց տիկին, ձեր մոտ չարորակ ուռուցք է, արդեն բիոպսիա ամեն բան արված էր։ Ես արդեն ասում եմ վերջնական պատասխանը, որ բժիշկն ասեց։ Չարորակ ուռուցք, ինվազիվ կարցինոմա, 3-րդ ստադիա եւ պլյուս։ Այսինքն արդեն դեպի 4-րդ ստադիային ենք մոտիկանում։ Ես էլ շատ հուզվեցի, անկեղծ ասած այդ օր այնքան գեղեցիկ էի, բայց չգիտեմ, որովհետև տրամադրվել էի, որ ես երեխա եմ ունենալու, ես չէի տրամադրվել, որ ես պիտի մի հիվանդություն ունենամ, որից որ պիտի ոչ միայն երեխա չունենամ, այլ նաև մի օր կկորցնեմ այն տղամարդուն, ում սիրել եմ։ Ու ընտանիքը կրկին անգամ պիտի փլուզվի։ Չգիտեմ, ես մարդ տեսակով շատ զգացմունքային եմ, շատ լացկան, շատ նուրբ մարդ, բայց թե ես այս բոլոր ռիսկերին ոնց եմ գնացել, թե ես ինչքան ռիսկային եմ եղել, մարդիկ նույնիսկ զարմանում են, որտեղ իմ տեսակը շատ նուրբ, չգիտեմ, հուզական, լացկան, ցենց ամեն բանից, ամեն նուրբ բանից ես կարող եմ հուզվել, կարող եմ ու այդ երևի բարի, բոլորի համար ինչ որ այս տիպի մարդ ու շատ ռիսկային, ինչը որ իրարից շատ տարբեր մարդու տեսակ, երկու մարդու տեսակ ոնց որ լինի ներսում։ Ինչևէ, ստացվում է, երբ որ Արցախից գալիս եք դեպի Երևան, այդ օրը հեղափոխության օրն է, մայիսի 3-ը։ Մայիսի 3-ի։ Ու ես մայիսի 3-ի ժամը 21:00 պետք է արդեն մեկնեմ Փարիզ։ Բայց մինչև Փարիզ հասնելը ես 3
ճանապարհորդություն պիտի անեմ դեպի Բարսելոնա, հետո Աթենք, այնուհետև Փարիզ։ Բայց ես շատ վատ վիճակում արդեն վերադառնում եմ Արցախից ու ճանապարհներն ամբողջությամբ իզաջան փակ են։ Իսկ ինչ եք անում, որ բացվում է, հենց այդ եմ ուզում պատմեք, որ մեր էմոցիաները, այո, որովհետև ես ուզում եմ, որպեսզի ձեզ նայելով էկրանից այն կողմ կինը ձեզ տեսնելով ասի, եթե ձեզ մոտ ստացվել է, ինձ մոտ էլ է ստացվելու, որովհետև այս կյանքը պայքար է ինքնըստինքյան։ Այսինքն դուք պայքարում եք ինչ-որ մի բանին հասնելու համար։ Հիմա մի մեծ հարց, այսքան Ձեզ տրված է այսքան, բայց դուք շատ ախր, շատ։ Ինչևէ, գանք այդ պատմությանը, փակ ճանապարհներ, ամեն բան փակ է ու գազելները չեն կարողանում անցնեն, բացարձակ կանգնած են ու ոչ մի ավտոբուս, գազելներ չեն շարժվում դեպի Հայաստան, Արցախից։ Ամեն ճանապարհ փակ դեպի Սիսիան ահավոր վիճակ, ժողովուրդը հավաքված, հեղափոխություն է տեղ ունենում 2018 թվական մայիսի 3։ Ու ես արդեն հասնելով Սիսիանի ճանապարհին հանդիպում եմ առերես աժդահա հայ տղամարդկանց, որոնք փակել են ճանապարհը, լենտաներ են, ոչ մեկ չի կարող անցնել, անհնարին է, ու որ ինչ որ մոտիկանում է, սենց են անում։ Ասում եմ, ճար չկա, մի ճար կա, քանի որ բիոպսիայից արված կուրծքս ինքը արդեն շատ կապույտ վիճակում էր, հեմատոմա էր տվել ու ինքը սևացած էր, ես որոշեցի, որ ուրիշ ճար չկա, մոտենում է ժամն իմ թռիչքի ու ես կորցնում եմ այդ ամեն ինչը, մի ճար կար, չամաչել ու վերքդ, ցավդ ցույց տալ տղամարդկանց, որպեսզի ճանապարհը բացվի։ Նման բան հաստատ անկեղծ եմ ասում ոչ ոք չեր անի։ Ես հագել էի սպիտակ ու կապույտ հետաքրքիր նուրբ բամբակե վերնաշապիկ կոճակներով։ Ես չեմ նայել ամաչել, ես չեմ նայել, ես այդ պահին պայքարել եմ, որովհետև եթե ուշանայի կգնար ինքնաթիռը, ես չգիտեմ իմ հետ ինչ կլիներ։ Բայց յուրաքանչյուր մի բան անելուց առաջ մտածել եմ, որ մանեիս համար է, այսինքն միակ զավակիս համար, փրկվել եմ ուզում, միակ պայմանը սա է, ինչ լինի փրկվել եմ ուզում, ու անկեղծ եմ ասում, կհիշեն երևի ենտեղի մարդիկ եթե հետո կնայեն, այսպես են բացում եմ, ասում եմ, սենց դու ինձ չես թողնում գնամ, մի հսկա տղամարդ կանգնած, վերքա ինքը ամբողջությամբ, այս տղամարդը բերանը բացում ու չգիտի ինչ ասի, անկեղծ եմ ասում արցունքներով, իզա գրկում է ինձ ամուր, ու իչքան տղամարդ կան հետևը սկսում են ինձ գրկել, ու ասում են շուտ ճանապարհները բացեք, մենակ այս գազելն անցնում է հասնի Երևան։ Անկեղծ եմ ասում, տեսեք փշաքաղվեցի ու ամբողջ գազելի ժողովուրդը առեսօր իմ ընկերներն են, իմ հարազատներն, իմ Facebook-յան ընկերները ինձ բոլորն ասում են հայկական այծեմնիկն է իր այդ պահին, թե ոնց անցանք պայքարելով եմ, որ ասենք կտրել անցնելով ամբողջ ճանապարհը ու հասնում եմ այն պահին, որ պապաս ու մամաս դուք տեսնեք բարկացած հայացքներով ժամն անցնում է, մենք արդեն 7 անց ենք հասել Արարատ քաղաք ու ինձ պիտի 2 ժամում հասցնի պապաս օդանավակայան ու մենք իմ թռիչքը 9:15 րոպե։ Մատ այդ ժամանակահատվածը նայեք։ Հասնում ենք տեղ մի կարևոր պայման անցնում եմ չպատկերացնելով, որ անգամ այն մարդու համար, որ ես պայքարում եմ, ես չեմ գրկելու, կներեք, ես չեմ գրկելու ու գնալու եմ ու չգիտեմ ուր եմ գնում, որովհետև գնում եմ միտեղ, որ ոչ լեզուն գիտեմ, ոչ տեղը գիտեմ, երբևիցե մտքիս ծայրով չանցել, ես կհասնեմ մի օտար երկիր, կոնկրետ Ֆրանսիա, ու միայն շրջվելով տեսնում եմ մանեիս աչքերն ու թաթիկով ձեռքով հաջողանելը։ Շատ անկեղծ շատ բարդ էր, շատ բարդ։
ու շատ դժվարությամբ, մեծ դժվարությամբ արդեն Փարիզի օդանավակայանում շատ վատ լինելով ինձ պատգարակով են հասցնում մինչև Փարիզ, որովհետև երեխին չգրկեցի, իմ մոտ շատ արագ էր ինվազիվ, ինքը արագ առաջ էր գնում, ամեն վայրկյան ինքը ու այդ հոգեկան ճնշումները, այդ հոգեկան ապրումները տարան նրան, որ արդեն Ֆրանսիայում իմ քաղցկեղը 4-րդ ստադիայում էր։ Ու այսպես կներեք։ Սկսվում է, թվում է, թե դա էր ամենաբարդ փուլը, բայց ավելի դժվար պահեր են գալիս ձեր կյանք։ Այո։ Օրից մի օր զանգ եք ստանում ձեր ամուսնուց եւ որտեղ նա ձեզ ասում է, որ երեխային ուզում եմ ուղարկեմ։ Երեխային ուզում եմ ուղարկեմ, երեխան քեզ կօգնի, որ ապաքինվես։ Հա, ինձ զանգեց ու ասեց, ասում է Մելինեն, որ դու արդեն լավ չես։ Դու ամբողջությամբ ոչ թե ուզում ես բուժվես, այլ քո ուշք ու միտքը Հայաստանն է, երեխեն է, ես եմ, թող մտքերդ, երեխին կուղարկեմ։ Եթե ես երեխին չուղարկեմ, դու չես լավանա։ Այս որոշումն իրենն էր, անկեղծ ասած մերժում էի, բայց ինչ որ մի բան կար, որ պիտի երեխան գար։ Երեխան գալիս է, հասնում տեղ, 3 օր անց արդեն բերում են իմ մոտ երեխային, ու ես երեխս ինձ տենում է այն վիճակում, որ առաջի քիմիայից հետո հունիսի 23 ընդամենը 2 օր անցել քիմիա եմ ստացել, անգույն շատ վատ, ամբողջությամբ, չգիտեմ, շլանգներ, ամեն տեղ ու սենց երեխիս այդ ռեակցիան, որ սա իմ մամային նման չի, բայց այդ հանդիպումը, այդ իրար գրկախառնությունը, անկեղծ եմ ասում, որպես մայր կհասկանան բոլորը, ամեն ինչ արժեր, անգամ, չգիտեմ, աշխարհում են միակ հանդիպումը, որը որ երազելի է, երանելի ու երազելի։ Թվում է, այդտեղ վերջացան ձեր խնդիրները եւ թվում էր, այո։ Թվում էր։ Բայց այդտեղից սկսվում է մի այլ ընթացք, որ բժիշկները ասում են, որ փոքր երեխան իրավունք չունի մնա ձեզ հետ պալատում եւ երեխային գնացինք, արդեն ես բացատրեցի, որ երեխան տեղ պիտի չունենա գնալու, որովհետեւ անհնարին է այստեղ ոչ ոք չունենք։ Բժիշկները մեկը մյուսին նայեցին, բա ուր է գնալու երեխան, նամանավանդ որ իրերով էր, չգիտեմ, իրանց համար դա մեծ հարցական էր, ու դա նորմալ էր, որովհետև օնկոլոգիական բաժնում հատկապես ով է իր երեխային պահում, որ տեսնի իր բուժման process-ը։ Դա անհնարին բան է ու հատկապես Ֆրանսիայում անթույլատրելի։ Հատկապես երեխաներին չեն բերում օնկոլոգիական բաժին ծնողներին կամ տատիկ-պապիկներին տեսնելու, նման բան չկա։ Ու այս պահին երեխա, որը նույնիսկ մայրը խնդրում է պահել հիվանդանոցում իր կողքին։ Կտրուկ մերժում ոչ, երեխան կգնա մանկատուն։ Այնքան ժամանակ կմնա, մինչև դու կբուժվես։ Ասում եմ, ոնց։ Չի կարա տենց բան լինի։ Ու ասում են հանգստացի, մենք մի հատ որոշում կայացնենք, այնտեղ ղենյոնա կոչվում ժողով, բոլոր բժիշկներով, որպեսզի հասկանանք ինչ ենք անում։ Երևի մինչև ժողովը ավարտվի, ձեր ամուսինը Արցախից զանգում է եւ ինչ է ասում։ Զանգ եմ ստանում, մագ երեխեն հասավ տեղ, լավ դիմավորեցիր, ասում եմ, հա, ամեն ինչ լավ է, ու քանի որ իր ամեն մի զանգից ասենց երջանկանում էի մի այլ կարգի ու ես պատմում եմ, ասում եմ, հա երեխեն հասավ, մենակ տեսնես ոնց ենք, իրան այդ պահին արդեն չեր հետաքրքրում ենք, ոնց ենք իրար գրկել, փաթաթվել, ասեց, լսի, մի կարևոր բան եմ ուզում ասեմ, ասեցի, ասա, մի պահ ասենց քարացա,
չգիտեմ, էլի մի զգացողություն ինչ պիտի ասի։ Ասեց, մագ այսքանով մեր պատմությունն ավարտվեց։ Հասկանում եք, հարվածը գալիս է մի տեղից, որտեղից դու այդ սպասումը ոչ մի գրամ չունես։ Դու չես սպասում են մարդուց, ով որ քեզ պիտի ասի, այսօր ու վերջ մեր պատմությունն ավարտվեց։ Ես շնորհակալ եմ, որ ինձ ուղարկեց Ֆրանսիա, որ ես այսօր կամ, բայց գիտեք, շատ շատերի համար դա չընդունվեց, քննադատվեց, որովհետև պատերազմի ժամանակ անգամ ընկերոջը վիրավոր չի թողնում դաշտում։ Անգամ իրենց զոհված ընկերոջը թրեն թողնում դաշտում, գրկում հանում են, որ հանկարծ գերի չմնա։ Իսկ ես այդ պահին գերուց չէի տարբերվում։ Օտար երկիր ոչ մի բառ չես խոսում, անծանոթ շրջապատ, երեխիդ ուզում են տանեն մանկատուն, դու քաղցկեղով հիվանդ կապրես չես ապրի արդեն 4-րդ ստադիայում, ու դուք պատկերացնում եք այդ պահին երրորդ խնդիրն ավելանում։ Հետաքրքիր էր, որ ես չգիտեմ ինչի այդ նյարդային այդ պահին ես այդ ստրեսից, այդ դե շատ դժվար պահեր, դա անբացատրելի մի հարված, կոնկրետ հարված բառն է համահունչ այդ ընթացքին։ Ու ես քանի որ պոկում եմ այդ բաները իմ վրայից, իրանք քույրերը շատ խառնվում են իրար ու վազում բժիշկներին ասում են ոնց որ գժվում է։ Ու դա նորմալ է նաև, որտեվ շատ մարդիկ չդիմանալով ցավին, չդիմանալով այդ խնդրին կամ մտածելով, որ քաղցկեղը դատավճիռ է, կմեռնեն իրենք, չկա նման բան, շատերը համար չի այդ մեռնելը, պայքար ապրել, սա կուզեմ ասեմ բոլորին։ Իհարկե շատերը մահանում են, բայց նաև կա պայքար, որի ընթացքում նաև շատերս խնդրեմ մեկը ես ապրում եմ։ Հավատն է ներսից, որը թույլ է տալիս ապրել։ Հա, ըստ ինձ այդ հավատքը ներսի շատ կարևոր է։ Հավատաս, սիրես կյանքը, որովհետև երբ սիրում ես կյանքը, կյանքը քեզ է սիրում, այս պարագայում ոնց որ ձեզ մոտ։ Դուք թե կյանքը թե մանեին, ես նկատել եմ մեր հարցազրույցից մինչև այդ որ ձեզնից վերցրել էի, խոսում էինք ուղղակի, դուք ասացիք ինչքան եք սիրում կյանքը ու ինչքան եք սիրում մանեին։ Հենց դա է ձեզ ապրեցրել, ինձ թվում է։ Ու պատկերացնում եք շարունակեմ հոգեբուժարանում ասում են, որ 21 օր պիտի մնաս։ Հաշվարկված ամեն անգամ 21-րդ օրը դու քիմիոթերապիա պիտի ստանաս, այսինքն հաջորդ քիմիոթերապիային ես պետքա նույնիսկ լինեմ հոգեբուժարանում։ Մի պահ, որ երեխայիդ այլևս չես տեսնում, իսկապես ստացվեց, որ մանկատուն չտարան, բայց մի վրացուհի կին կար Լեյլա անունով, շնորհակալ եմ իրեն, ինքը հաստատ պիտի նայի սա, ինքը այնպես էր պահել մանեին, կարծես սեփական ծնողը կպահեր իր զավակին, ու մի անգամ միայն բերեցին հերվից, արդեն 17 թե 18-րդ օրներ, մանեն դարպասից են կողմ իրավունք չունեի գրկելու, իրավունք չունեի, հիշում եմ, որ մանեն ձեռքով արեց ինձ, այդ մամա բառը ինձ, որ կանչեց մամա, ինձ էլ ավելի կյանք տվեց։ Ու ինչ արեցի, կրկին ռիսկային մի քայլ։ Ուղիղ գլխավոր բժշկի մոտ, հոգեբուժի մոտ։ Ասի ես ինչով եմ հիվանդ, որ այստեղ եք ինձ պահել։ Անգլերեն իհարկե։ Ասեց, գիտես նստի կասեմ։ Անկեղծ ասած դու հիվանդ չես, ես հեռվից հետևում եմ քո քայլերը, ես հեռվից նայում եմ։ Ասեց, երբեմն դու նույնիսկ մրսում ես։ Ես հասկացա ինքը դա փոխաբերական ասում, ես պատողանի գոքին կանգնած սպասում եմ, իմ օրերն եմ անցնում, ես հիվանդ չեմ, հոգեբուժական խնդիրների կարիք չունեմ։ Ու ես բժշկին ասում եմ, եթե ձեր երեխային տանեին մանկատուն ձեզ ինչպես կզգայիք, ասում է կգժվեի։ Ասում եմ, երբ որ ձեր կինը ձեր հիվանդ պահին ձեզ լքեր, ինչ կանեիք, ասում է, դա նորմալ չի։ Ասում եմ, ու դուք Աստված մի արասցե, բայց դուք լինեիք քաղցկեղով հիվանդ, ով չգիտի կապրի, թե ոչ։ Ասում է, վաղը քեզ դուրս կգրեմ։
վաղը քեզ դուրս կգրեմ։ 21 օրը չի լրացել, վաղը ես քեզ դուրս կգրեմ։ Ինձ տալիս է, քանի որ ցուրտ էր, աշուն էր, ինքը ինձ տալիս է իր ժակետը, ասում է, որ չմրսես։ Գիտեք, շատ սառն են բժիշկներն են տեղի, բայց ես վայելել եմ այն հարգանքն ու այն ուշադրությունը, որը որ ոչ մի հիվանդ երևի չի ունեցել կոնկրետ Ֆրանսիայում։ Ես շնորհակալ եմ դոկտոր Ղաբոյին, այս պահին նա թոշակի է գնացել, բայց ինչ արեց։ Երբ ես վերադարձա արդեն հոգեբուժարանից, հետևյալ զրույցն էր գնացել. Մագդան չի բուժվի առանց Մանեի։ Բերեցին հենց այդ օրը մատրաս, իրանք մատլա են ասում, բերեցին մատրաս, տեղավորեցին իմ անկողնու կողքին ու Մանեին բացատրում են, որ առավոտյան կհավաքես, երեկոյան կփռես, կքնես։ Ու այսպես էս փոքրիկ աղջիկն իմ հետ տարավես բոլոր ծանրությունները տեսնելով մաման ինչ վիճակում է եւ արցունքները եւ հոգեվիճակը, որտեղ կարմիր շորթ ներքով եք, այդ նկարը ոնց որ ամեն ինչ փոխեց, այդ նկարից փոխվեց ամեն ինչ, որ ձեր պայքարը էլ ավելի ուժեղացավ եւ եթե այն ժամանակ պարզապես ուզում էիք լավանալ, այդ ոնց որ այդ օրվանից հետո դուք ասացիք, որ ես լավանալու եմ։ Այսինքն ձեր մեջ դուք ոնց ասեմ, sense ձեր ոնց որ բրոնզկով որ խփում են սեղանին, ասում են պիտի ապրեմ։ Պիտի։ Այ այդ օրվանից հետո ձեր կյանքում ամեն բան փոխվեց ու հենց այդ փուլում Աստված ձեզ ուղարկեց ձեր երրորդ ամուսնում։ Այդ ուզում եմ այդ ծանոթությունը Այդ ամբողջը հիմա պատմեմ քեզ։ Ամեն ինչ հետաքրքիր է։ Որտեվ իսկապես ձեր պատմությունը շատ հետաքրքիր է։ Շնորհակալ եմ ուսուցանող Այզա, որպիսի շատ շատերը, շատ կանայք չվախենան, չկարկամեն, չկանգնեն, այն ամեն ինչի առաջ, ինչը որ թվում է բոլորին բարդ է։ Բա որ հանկարծ, սիրելիներս, ապրեք ձեզ համար, ոչ մեկ չի ապրելու ձեզ համար, երբ ես հոգեբուժարանում էի, բոլորն ապրում էին, երբ ես հիվանդ էի, բոլորն ապրում էին, բոլորը գնում էին հարսանիք են, արձակուրդ են, առիթների են, ով էր տանջվում, մենակ դու, ես, ումն էր ցավը, միայն իմը, ում մարմինն ու հոգին էր ցավում, միայն իմը, ու այդ ամեն ինչին ներկա էր լինում միակ վկան իմ կյանքի փոքրիկ Մանեն։ Հիմա ավելին ասեմ, հայլու առաջ կանգնած սենց տխուր ու Մանեին լողացրել էի մի կերպ։ Մեկ է պտտվեց ինձ ասեց, աբադոկ էի դնում այսպես, մազեր չունեմ, ունքեր չունեմ, թարթիչներ չունեմ։ Մանեն սենց արեց, մամա, ինքան սիրուն ես։ Այդ պահին ասի, ես սիրուն եմ, ասեց, մամա, շատ սիրուն ես, քեզ քաչանել է սազում։ Այն միամիտ էր խոսքը, ասի շատ է սազում մանե, ու սենց մի հատ էմոցիաներով լցվեցի, ասի, օքեյ, բերեցի կոսմետիկաս, որ երևի ամիսներ չէի օգտագործել, դրեցի, կարմիր պամադա սկսեցի, երբեք կարմիր պամադա չեմ օգտագործել, բայց չգիտեմ ինչի միշտ պայուսակում ունեցել եմ, կարմիր պամադան կսեցի, թարթիչներ չունեմ, բայց որոշեցի սուրմա կսեմ, ակնոցներս դրեցի ու սենց արեցի, ադե իհարկե էլի շլանգներով, բանով, բայց ասի, մանե ջան դուրս ենք գալիս քայլելու։ Ու միջև այդ ինքս հայլու մեջ ինձ նայեցի ու ասեցի, դու պիտի ապրես։ Ավելին ասեմ, դու պիտի ապրելով ապրեցնես։ Ու ես քանի որ իմ գիրքը գրել եմ իմ պատմությունը, իմ գիրքը լինելու է երկու մասով, երկու հատոր, ապրելով ապրեցրու եւ երկրորդը իմ հոգին աղմկել է սիրում։ Երևի ես իմ տեսակով աղմկոտ այդ, չգիտեմ, խենթ ու խելար տեսակն եմ, ինչը որ ես սիրում եմ ասել, ես կրկնօրինակել չեմ սիրում։ Ես ունեմ իմը, իմ խենթ ու խելար աշխարհը,
ինչը ոչ ոքի նման չի։ Անկամ իմ պատմությունը ոչ ոքի նման չի, այնպես որ կրկնօրինակելն անհնարին է։ Ինչևէ մանեն ինձ ուշ տվեց էլ ավելի ամուր լինելու, կանգնելու առաջ ու պայքարելու։ Այդ պայքարից հետո ես ուզում եմ պատմեք, թե ինչպես հանդիպեցիք ձեր երրորդ, ոնց որ դուք եք սիրում ասել, ձեր միակ սիրուն։ Այո։ Այդ միակ սիրո պատմությունն է հետաքրքիր։ Լուսավոր այն էակին, որին երբեմն համարում եմ հրեշտակ։ Շատ դժվար օրեր, 2 տարի ու կես ռադիոճառագայթներ, ամեն բան, վիրահատություններ, նորից կրկնվող քաղցկեղ, երրորդ անգամ կրկնվող ու հասկանում եք պայքարի հետևից։ Հիշում եմ ճառագայթի գնացել ու նորից պիտի զարմանաք, պատահաբար այն պահին եմ հանդիպում, որ դե չեմ խոսում ֆրանսերեն եւ ընդունարանում կինը ֆրանսիացիները շատ բարի են, ինչպես իրենք են ասում, très gentil, բայց այս կինը մի տեսակ շատ պայքարեց ինձ հետ, որովհետև այդ օրը ես ունեի հանդիպում, ճառագայթ պիտի ստանամ, բայց ինչ որ չի ստացվում, այս կինն ինձ չի հասկանում։ Ու իմ կողքին մի մարդ է կանգնած, մոտեցավ, ասեց. «Կկարողանամ ձեզ օգնել։ Դուք ասեք ինձ անգլերեն, ես կթարգմանեմ ֆրանսերեն, տիկինը չի խոսում անգլերեն»։ Ու միջամտեց, հասկացանք այդ պահին, հաջորդ առավոտ տվեցին հանդիպումը, ու այսպես։ Ու տեսնեմ, մինչև որ հանդիպումը կտա արդեն հաջորդ սերտիֆիկան, որ ես պետք է առավոտյան ունենամ ռադիոճառագայթ, տեսնեմ ինքը արդեն հասկացել է, որ աղջիկն իմն է, ով նստել է մի քիչ այն կողմ։ Ու իրանք զրուցում են իրար հետ, ասում ես ինչ զրույց է ընթանում։ Իհարկե մանեն արդեն սկսել էր մի քիչ խոսել ֆրանսերեն։ Ու այս մարդը բերեց մի թղթի վրա գրված իր համարը, ասեց. «Եվ երձես անհրաժեշտ կլինեմ անպայման, չամաչեք, դուք ինձ պարտադիր զանգեք»։ Դե, օքեյ, ինչ պիտի ասեմ, ինքն էլ ինձանից պահանջում է իմ համարը, ես էլ եմ տալիս, ասում է մի քանի օր զանգում է ու անկեղծ ասած մանեին է ուզում, ասում է կարող եմ խոսել մանեի հետ, տեսնեմ դպրոցում դասեր, որտեղ ես չէի խոսում ֆրանսերեն, իր հետ ավելի հեշտ էր շփվել մանեի հետ։ Ու այսպես կրկին երկրորդ անգամ երեխայի միջոցով փորձել գրավել կնոջ, ով որ այդ պահին երևի հասկացել էր, որ ես մենակ եմ։ Բայց ոչ մի քայլ, ոչինչ իմ հետ կապված, անցնում է մոտավորապես 2 ամիս, ամիս ու կես 2 ամիս եւ նորից ասեմ, էլի Արցախ, սեպտեմբերի 27 պատերազմ, պատկերացնում եք 2020 թվական, ու այդ օրը ինձ զանգում է, արդեն անունը գիտեմ, Նիկոլա։ Ասում է, գիտես, քանի օր է հետևում եմ բոլոր յութուբյան ալիքներին, Հայաստանն եմ հետազոտում, տեսնեմ ինչ է կատարվել, ինչ է եղել, ինչ ավանդույթներ ունեք, ինչ եք ուտում, ինչ եք սիրում, գիտես մի հարց ունեմ, արդյոք կարող եմ դե խոսելու ընթացքում հասկացել էր, որ ես քուր փեսա ունեմ, ու ասեց, արդյոք ես կարող եմ այսօր երեկոյան գալ ու տեսնել քո քրոջն ու փեսային, ասի ճիշտն ասած, իրանք 40 կիլոմետր հեռու են ապրում ինձնից, ու քանի որ փեսա շատ ավանդապաշտ է, ասի պիտի ինձ հարց տա, դու որտեղից ես ճանաչում, նամանավանդ արդեն երկրորդ անգամ բաժանվելուց հետո հանկարծ անծանոթ մեկին ասես, հասկանում եք, էլի մտածում ենք ինչ կասեն մարդիկ, բայց քանի որ շատ հարգալից վերաբերմունք, ուղղակի հայեր եք դուք, ուզում եմ ձեզ հետ ծանոթանամ, սենց ճիշտ շեշտադրում, ճիշտ մոտեցում։ Ու զանգում եմ քրոջս, ասում եմ, քուր ջան, ֆրանսիացի Նիկոլա անունով մի մարդ ուզում է ձեզ տեսնի, ասում է, ով է, ասում եմ, անկեղծ ասած անծանոթ մարդ է, բայց ուզում է ձեզ տեսնի։ Քուրս զարմանում, ասում է, Աստծո սիրուն, մենակ տուն չգա, ասում է, արդեն ինչ պիտի ասեմ, ասում եմ, բա ինչ անեմ, այդ մարդը համոզում է, որ պիտի տեսնի ձեզ, քուրս ասում է, օքեյ, եկեք կոնսերվատորիայի մոտի, կամուրջը, տեսնեմ ինչ ասում այդ մարդը, բայց քուրս էլ է վախեցած, ես առավել քան,
անծանոթ մարդ ինչ պիտի մեզ ասի, բայց դե սենց մի թեթև զրուցել ենք։ Ու կամուրջի վրա չի երկարացնեմ, այսպես ասած, մի քիչ զրուցելով իհարկե քույրս խոսում է ֆրանսերեն շատ լավ, ու ես հասկացա, որ իմ քույրը շատ ուշադիր ինձ է նայում ու հարց հնչեց. Գիտես ինչ է ասում, ասի ինչ է ասում, քո ձեռքն է եկել ինձանից խնդրի, ասեցի ոնց թե, ասում ես չեմ ճանաչում իրան, ասում է ուզում է հարցեր տա ու իսկապես ուզում է քո ձեռքը խնդրի, ու քույրս ասում է գիտես որ քեզանից մեծ է, ես 2 տարի մեծ եմ, ասում է Աստծո սիրուն դա խնդիր չի, Ես գիտեմ երկրորդ հարցը, որ ձեր քույրը տալիս է, ասում է, իսկ դու գիտես, որ նա երեխա ունի, ասում է, մենք ունենք երեխա, իսկ դու գիտես, որ նա չի կարողանում երեխա ունենալ, դուք այդտեղ պատասխանում է, մենք արդեն ունենք մեր երեխա։ Մենք արդեն ունենք երեխա, ու դուք հասկանում եք, անծանոթ մարդ ինքը արդեն կոպիտ կհնչի, բայց իրանով արել երեխային։ Մենք որ նստած էինք, նա ձեզ զանգեց և լինելով ֆրանսիացի, իդեալական խոսում էր հայերեն և որ դուք պատկերացնեք իմ հյուրի աչքերը միանգամից սկսեցին փայլել, բայց դեռ մինչ այդ, որ վերցնում է առաջին խոսքերը սիրելի շատ գեղեցիկ ես, ու դա ասում է ֆրանսիացի տղամարդը, ու ես այդտեղ չեմ կարող իմ զգացմունքները նախև առաջ սենց, որովհետև իրականում այնքան անսպասելի էր, երբ զանգում է քեզ օրինակ դիմացը նստած կյանքս, ու ես չեմ կարողանում ձեզ բառերով փոխանցել, դա ինձ թվում է, որ դուք ձեր աչքով տեսնեք, նոր կհասկանեք այդ էմոցիաները, որը միանգամից այդ այս ժպիտը ասում է երևի ամեն ինչ լարված այդ պատմության մեջ նստած մեկ էլ այդ պայն զանգ է գալիս, շատ գեղեցիկ ես կյանքս, շատ սիրուն ես, ու այսպես այդ մի նախադասությունը օգնեց ինձ կրկին անգամ ռիսկի գնալ։ Անկեղծ եմ ասում, անձրևոտ էր, ծիածան, մի կրկին հեքիաթ։ Դուք ծիածանի գեղեցկությունն ու գույները տեսնեիք, արևը մի կողմից, ծիածանը մի կողմից, ու Նիկոլան ծնկեց իմ ու քրոջս առջև, ու քրոջիցս խնդրեց իմ ձեռքը, ասեց Աստծո առջև, բաց երկնքի տակ, ու ձեր երկուսի առջև ուզում եմ խնդրել Մագդայի ձեռքը։ Անկեղծ եմ ասում, նույնիսկ պատրաստված էր եկել 2 մատանիով, մեկը իմ համար, մյուսը իր, ու սենց դրեց մատս, սա առաջվա մատանին միջև վերջի պահը մատիս է եղել նախկին ամուսնության, չի դուրս եկել երբևիցե, ինքը հանեց մեկը ու դրեց սա, ինչը որ երբեք դուրս չի եկել մատիցս։ Ես էլ իրենը, անկեղծ եմ ասում, կրկին անգամ, ես չգիտեմ ժողովուրդը ինչպես կընդունի, թե ինչ կասի։ Բայց դուք էլի հետ գնացիք, թե ժողովուրդը ինչ կասի։ Ես ձեր պատմությունից հասկացա մի բան, որ մարդ պետք է ապրի այնպես, ինչպես նա է ցանկանում, և ինչպես ինքը լավ է իրեն զգում, քանի որ տեսեք, եթե դուք անդադար մտածեք, թե ժողովուրդը ինչ կասի, դուք չեք կարողանա ստեղծել այն ամենը, ինչը որ այսօր դուք ունեք։ Հա, ես ավելին ասեմ, ես գտա իմ երջանկությունը։ Դժվարին ճանապարհներից հետո, այսքան հիվանդությունների, այսքան խնդիրների, այս ամեն ինչի հետ մեկտեղ բարդությունները, այսպես ասած, քար ու քոսի միջով անցնելով վերջապես գտա իմ երջանկությունը։ Ու երանի թե Աստված այնքան օրհնություն տա, որ մինչև խոր ծերություն ապրենք միասին։ Ու վերջերս մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, պատմեմ ձեզ սա, առավոտյան ինձ ասեց «Ոյ, կյանքը շատ սիրուն ես, իմ աղավոտ»։ Ասեցի Նիկոլա, աղավոտը նաև հայերենում ունի մի քանի տարբերակ՝ արևածագ, լուսաբաց։ Անցավ մի քանի օր, էլ չի կրկնել այս բառերը, զանգում ենք WhatsApp-ով քրոջս, եղբորս, մամայիս, բոլորս միասին խոսում ենք, ասեմ Նիկոլա, ես քո ինչն եմ,
ու ինչ ասի, ինձ ասում է իմ լուսածակը երկու բառերից պեղեց այդ երկու բառն ու միացրեց իրար, ստացանք հայկական մի նոր բառ իմ լուսածակը։ Շատ սիրում է հային, շատ սիրում է հայերին, շատ հայկական է, նույնիսկ ասում է 100% հայ եմ, ես հպարտանում եմ իրենով, ինքը ինձնով, ու մենք երկուսով հպարտանում ենք մեր միակ զավակով։ Աստված ձեզ ոնց որ դուք ասեցիք, թող հասցնի այն ամենին, ինչին որ դուք մտքում ինքներդ ձեր մեջ պահում եք, դա Աստված, իսկ վերջին հարցս եւ անցնենք բլից հարցմանը։ Այո։ Վերջին հարցս այսպեսին է, դուք մեր հեռուստադիտողին պատմեցիք, թե ինչերի միջով եք անցել։ Իրականում 4-րդ ստադիայի ռակը դա իրականում շատերի համար հանձնվելու եւ առաջ չգնալու, իսկ ձեր համար հակառակն ասեմ, շատերը չեն փրկվում։ Չեն փրկվում։ Իսկ դուք պայքարեցիք եւ Փառք Տիրոջը իմ դիմաց նստած լուսավոր իմ հետ պայքարեց մի ողջ քաղաք, Պուատիե քաղաքի հայությունը։ Իմ հետ պայքարեցին բոլոր բժիշկները։ Իմ հետ պայքարեց իմ մանեն, իմ հետ պայքարեց իմ քույրիկը, իհարկե իր ընտանիքով, իմ հետ պայքարեցին իմ ծնողները շատ հեռվից, բայց մշտական իրենց արցունքներով, ու ես միշտ ասեց, ես լավ եմ, ես այդ էմոցիաները իրանց թույլ չեմ տվել, ես լացել չեմ ուզում, ոչ մեկ չլացի, ես շատ լավ եմ, ու իսկապես, տեսակ, պիտի լավն ասես ու լավը լինի։ Այո, հիմա ինչ խորհուրդ կտաք այդ կանանց, ովքեր հիմա ձեր կարգավիճակում են այս պահին։ Չվախենալ, պայքարել, սիրել ինքներդ ձեզ։ Հարգեք ինքներդ ձեզ, սիրեք ձեր մարմինը, ինչպիսին որ դուք կաք։ Անկամ եթե ձեզնից կհեռանա ձեր մարմնի մի մաս, թեպետ որպես կին, կոնկրետ իմ դեպքում հեռացվեն ինչ-որ մարմնի մասեր, բայց միևնույն է, ձեզ եթե սիրելու են, ձեզ կսիրեն այդ տիպի։ Դուք իմացեք, որ դուք յուրահատուկ եք ձեր շրջապատում, ձեր կյանքում, սիրեք ձեզ, մի վախեցեք ու պայքարեք։ Ու ամենակարևորը, Աստծուն մոտ եղեք, չչարանալով։ Այսքանն էին իմ հարցերը, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես համոզված եմ, որ այս ձեր խոսքը լսելով, այս եթերը նայելով, շատ շատերը իրենց մեջ ուժ կգտնեն, որպեսզի բժշկվեն։ Իսկ հիմա մեր մոտ հաղորդման այս հատվածը բլից հարցերն են, որին շատ կարճ մեկ բառով պետք է շատ արագ ես ձեզ ասում եմ, դուք պատասխանում եք։ Կնոջ առաքելությունը, Մագդա ջան։ Ազնվությունը սեփական անձի հանդեպ։ Ինքներդ ձեզ ինչ երևույթի հետ եք ասոցացնում։ Երբեմն կրակի, երբեմն արևի, երբեմն լուսնի, չգիտեմ, չեմ կարող ասել, ես շատ բազմազան որ օրը ես դառնում եմ ինչ տրամադրությամբ։ Բայց ավելին ասեմ, ձեր հարցի պատասխանը ես ժպիտով անցել եմ բոլոր իմ պարտությունները։ Այսպես։ Մեկ օրով, որ պատմական մի հերոսի կերպար ունենայիք, որը կուզենայիք լիներ։ Եկեք ուրիշ կերպար չասենք, ես արդեն այծեմնիկի կերպարն եմ։ Ձեր պես որ չեմ հրաժարվում այծեմնիկ։ Այծեմնիկի։ Ձեր կյանքի կարգախոսը։ Լինել ազնիվ, լինել մաքուր, լինել արդար։ Եվ վերջին հարցը, ես սիրում եմ կյանքը, որովհետև կյանքը սիրեց ինձ։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսպիսով ձեզ հետ շատ էմոցիոնալ այսօր ծրագրով եմ կիսվում, իսկ ձեզ հետ էի ես Իզաբելը եւ առաքելությամբ կինը։ Կհանդիպենք։